Ողջույն, այսօր խոսելու եմ կառավարության ներկայացրած ծրագրի հակասահմանադրական եւ վտանգավոր լինելուց, ինչպես նաեւ տղամարդկությունից։ Կառավարությունը իր ծրագրում խախտել է ՀՀ սահմանադրության 17, 41 եւ 18-րդ հոդվածները, որով սահմանվում է, որ կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից եւ ինքնավար, իսկ 18-րդ հոդվածով էլ առանձին սահմանվում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու առաքելությունը։ Կառավարությունն իր ծրագրում գրել է, որ ապահովելու է հայաստանյաց Սուրբ եկեղեցու փաստացի պետի հեռացումը եւ անցկացնելու է կաթողիկոսական տեղապահի ընտրություն։ Սա ուղիղ միջամտություն է եկեղեցու ներքին գործերին եւ ՀՀ սահմանադրության խախտում։ Երկրորդ, կառավարությունն իր ծրագրում խաղաղությունը համարում է անվտանգության միակ հուսալի երաշխիք, ինչը մեղմ ասած անգրագիտություն է, առավել եւս այն պարագայում, երբ հակառակորդը այդպես չի համարում։ Արդյոք Ադրբեջանը խաղաղությունը համարում է անվտանգության երաշխիք, երբ խոսում է Արևմտյան Ադրբեջանից։ Խաղաղությունը չի կարող լինել երաշխիք, խաղաղությունը կարող է լինել նպատակ։ Երրորդ, Ադրբեջանի հետ խաղաղությունը ներկայացվում է արդեն որպես կայացած իրողություն։ Եվ սա այն պարագայում, երբ հենց հիմա մենք Հայաստանի ինքնիշխան տարածքում ունենք ադրբեջանական ստորաբաժանումներ։ Հենց հիմա մենք Բաքվում ունենք ռազմագերիներ։ Մենք չունենք միջազգային երաշխիք Ադրբեջանի նոր հարձակման պարագայում։ Չունենք սահմանային միջադեպերը վերահսկող որևէ մեխանիզմ։ Ինչ խաղաղության մասին է խոսքը, Նիկոլ Փաշինյան։ Այն, որ ձեզանից ինչ պահանջում են, դուք տալիս եք, ինչ ուզում են, դուք հանձնում եք, դուք դրա անունը խաղաղություն եք դրել։ Դա անվճար մարմնավաճառություն է։ Ինչի անվճար, որովհետև դրա դիմաց ոչինչ չեն տալիս։ Ուղղակի ինչ ուզում են, դուք տալիս եք։ Դա խաղաղություն չէ։ Չորրորդ, ծրագրում որևէ բառ չկա արցախահայության բռնի տեղահանման մասին, արցախահայության իրավունքների մասին, մեր պատմամշակութային հուշարձանների պահպանման մասին, այսինքն ամբողջովին վերացված, ոչնչացված է Արցախը։ Փաստացի Նիկոլ Փաշինյան, դուք մեզ դարձրել եք ագրեսոր, հայերին, Հայաստանի Հանրապետությանը։ Դուք ձեր ընտրողներին տեղեկացրել եք, որ ինչ որ մի օր նույն Ադրբեջանը կարող է յուրաքանչյուր հայի, ով եղել է Արցախում, ծառայել է Արցախում, որևէ կերպ աջակցել է, համարել ագրեսոր եւ նրա նկատմամբ հետապնդում սկսել։ Եվ սա շատ հնարավոր է, շատ հավանական զարգացում է դեպքերի, քանի որ դուք Հայաստանի Հանրապետությանը եւ հայերին դարձրել եք ագրեսոր։ Դուք կարող եք երաշխավորել, որ դա տեղի չի ունենա։ Իհարկե չեք կարող։ Դուք ուղղակի հույս ունեք, որ այդ ժամանակ այլևս դուք իշխանություն չեք լինի եւ կլինեք ինչ որ մի ապահով վայրում վայելելով ձեր ճակերտավոր խաղաղության պտուղները։ Հաջորդը, ինչ է նշանակում ձեր ծրագրում այն ձևակերպումը, որ Սփյուռքը պետք է վերակառուցեք իրական Հայաստանի գաղափարախոսությանը համապատասխան։ Դուք ով եք, որ վերակառուցեք Սփյուռքը։ Դուք ինչ իրավունք ունեք վերակառուցել մի բան, ինչը որևէ կապ չունի ձեր իշխանության հետ, ինչը վերաբերում է մի հազարամյակների պատմություն ունեցող ազգի։ Դուք ով եք, որ խմբագրում եք պատմություն, ինչ որ պահանջներ եք ներկայացնում Սփյուռքից։ Սփյուռքից առհասարակ Հայաստանի յուրաքանչյուր կառավարություն կարող է ինչ որ բան խնդրել։ Նա չի կարող վերափոխել, վերաձևակերպել, ինչ որ պահանջներ ներկայացնել Սփյուռքին։ Դուք ով եք, որ ձեր կուսակցությունը եւ ձեր կուսակցության գաղափարները արդեն սկսել եք ասոցացնել պետության հետ։ Դուք Հայաստանի Հանրապետությունը չեք, ուշքի եկեք։ Դուք ընդամենը քաղաքական ուժ եք, որն այսօր ինչ-ինչ պատճառներով իշխանություն է, վաղը կարող է չլինել։ Դուք չեք Հայաստանի Հանրապետությունը, դուք չեք ամբողջ հայության անցյալը, ներկան եւ ապագան, որ մի հատ էլ խոսում եք Սփյուռքի վերակառուցումից։ Եվ ամենաաբսուրդը, հայտարարում եք 4-րդ հանրապետության մասին։ Ուշքի եկեք։ Դուք հավաքել եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընդամենը 29%-ի ձայները։ Դուք ինչպես կարող եք նոր հանրապետության մեկնարկ հայտարարել։ Ով եք դուք, որ նման որոշումներ կայացնելու իրավունք եք ձեզ վերապահում։ Թե կարծում եք ամեն ինչ կարող եք, քանի որ ձեզ որպես ընդդիմախոս այս անմեղսունակ ընդդիմությունն է, որը ձեր հետ պայմանավորվել է եւ հանուն իր կապիտալի պատրաստ է հանդուրժել ամեն ինչ։ Հետեւաբար դուք կարծում եք, որ ամեն ինչ կարող եք անել, ինչ է եղել։ Վաղն եք ասեք այս ազգի անունը հայ չէ։ Սա ուրիշ ազգ է, դուք չգիտեք։ Հայաստանի Հանրապետությունը սիրուն չի ինչու, եկեք անունն էլ փոխենք։ Հիմա անցնեմ իբր ընդդիմությանը։ Նարեկ Կարապետյան, դուք հայտարարում եք, թե մենք իրականացնելու ենք մեր բոլոր խոստացած ծրագրերը, մենք պատասխանատվություն ենք ստանձնել։ Ինչ ծրագրերի մասին է խոսքը։ Դուք ինչ օրակարգով եք գնացել ազգային ժողով։ Դուք ազգային ժողով եք գնացել մեկ օրակարգով, մեկ նպատակի համար՝ իշխանափոխություն իրականացնել։ Եթե մոռացել եք, հիշեցնեմ ձեզ։
Ինչ ծրագրերի, ինչ նպատակների մասին եք խոսում։ Հիմա դիմում եմ Նարեկ Կարապետյանին եւ Լևոն Քոչարյանին։ Դուք իմ սերնդի ներկայացուցիչներ եք եւ ի տարբերություն ձեր հայրերի, հորեղբայրների, ովքեր սովետական մտածելակերպի ազդեցության տակ են, ավագ սերնդի որոշ ներկայացուցիչները այդպես էլ դուրս չեկան այդ մտածելակերպից։ Պետք է որ հասկանաք, թե ինչ է պետականամետությունը, ազգայինը եւ պետք է արդեն գիտակցած լինեք, թե ինչ կեղտոտ խաղի մեջ են ձեզ ներքաշել։ Ես չգիտեմ, դուք ինքներդ եք ուզել, այդպես է պետք եղել, իրավիճակն է այդպեսին եղել, բայց ինքներդ ձեզ տվեք մեկ հարց։ Դուք ձեզ արժանապատիվ հայ մարդ համարելու եք, եթե այս հանձնվողական, պարտվողական, չոքած պայմաններում մենք կորցնենք մեր ինքնությունը, կորցնենք մեր եսը, կորցնենք մեր ազգայինը եւ դուք լինեք այդ ամենի ուղիղ մասնակիցը, նաեւ պատասխանատուն, որովհետեւ այս պահին դուք եք գտնվում ազգային ժողովում, դուք եք վերցրել մանդատները եւ լեգիտիմացրել ազգային ժողովը, դուք համաձայն եք այս պարտվողական վիճակին, որի անունը կդնենք խաղաղություն։ Ես որպես կին համաձայն չեմ եւ երբեք էլ չեմ լինի։ Եվ եթե ինձ կհակադարձեն, կասեն, թե այլ տարբերակ չկա, սա է միակ լուծումը, ես կպնդեմ վստահաբար, որ դա այդպես չէ։ Կան մի քանի տարբերակներ եւ խոսքը ամենևին պատերազմի միջոցով հարցի լուծումը չէ։ Տարբերակներ կան։ Այն, որ դուք չեք ուզում տեսնել կամ չգիտեք դրա մասին, չի նշանակում, թե տարբերակներ չկան։ Դուք կարծում եք, թե պայմանավորվելով, կատարելով դրսի եւ ներսի հրահանգները, կարող եք պահել ձեր կապիտալը եւ հանգիստ ապրել ու վայելել ձեր միլիոնները։ Ուշքի եկեք, ոչ ոք հանձնվածին, չոքածին չի թողում, որ հանգիստ ապրի։ Հիմա, մինչև ազգային ժողովում ոցաշունչ ելույթներ կունենաք, որ իբր հիմնավորեք, թե դուք ընդդիմություն եք, ձեզ մի հարց տվեք, արդյոք դուք ունեք արժանապատվություն։ Եթե ունեք, ապա դուրս եկեք այն հոգեվիճակից, որ դուք ինչ-որ իրավահաջորդ եք, ինչ-որ պայմանավորվածություններ ունեք, եւ եթե դուք շարունակեք մնալ այս նույն վիճակի մեջ, ինչում հիմա եք, խեղկատակի կարգավիճակով սպասարկել իշխանությանը, ապա ձեզ ընդամենը մատաղ են անելու, եւ դուք էլ չեք հասկանալու, թե ինչպես դա տեղի ունեցավ։ Բացեք ձեր աչքերը, հասկացեք ովքեր են ձեր թշնամիները եւ ովքեր են ձեր բարեկամները։ Ձեզ իզուր մի խաբեք, հույս մի տվեք, թե դուք ինչ-որ իրավիճակում եք պայմանավորվածությունների մեջ, որ հետո դուք եք լինելու իրավահաջորդը։ Այն, որ դուք քաղաքական ապագա չեք ունենալու, ես վստահ եմ դրանում, բայց մի բան ձեզանից է կախված։ Արդյոք ձեզ կհիշեն որպես ուժեղ տղա, թե հանձնված ու հարստահարված կապիտալիստ։ Այ դա արդեն ձեզանից է կախված։ Այսօր այսքանը, հույս ունեմ հետևություններ կանեք եւ վերջապես կաշխատացնեք ձեր ուղեղը ու կհասկանաք, թե ինչ է կատարվում, ինչի մեջ եք դուք եւ ինչ եք ունենալու արդյունքում, եթե շարունակեք մնալ այս բոլորիս համար վտանգավոր օրակարգը սպասարկողի դերում։ Ստեսություն։